Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ ազգային ժողովի պատգամավոր Հասմիկ Հակոբյանն է, բարև ձեզ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Տիկին Հակոբյան, նախքան ներքաղաքական թեմաներին անդրադառնալը, կուզենայի անդրադառնայիք Ստամբուլ կատարած ձեր այցին, ազգային ժողովի նախագահի պատվիրակության կազմում եք, ինչ տպավորություններ ունեք, հասարակության մի հատված ամեն դեպքում դեռ ցավոտ է ընկալում Թուրքիայի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ շփումները։ Այս կոնտեքստում եթե դիտարկենք, որոնք են ձեր տպավորությունները։ Եթե համեմատում եմ առաջին պաշտոնական այցիս Ստամբուլ, դա 22 թվականին էր, ապա այդ աստիճան ցավոտ չի ընկալում, որովհետև ես նախորդ այցի ժամանակ հիշում եմ, որ տենց իմ եւ գործընկերուհուս նկարները մինչեւ հետ գալը տենց ողողված էին անգամ լրատվականների էջերով եւ ինչ վերաբերում է այցին, ապա դա հենց կոնկրետ Թուրքիա այցելություն չէր Թուրքիայի հրավերով, միջխորհրդարանական միության միջազգային կազմակերպության վեհաժողովը այս անգամ Ստամբուլում էր տեղի ունենում եւ մենք որպես այդ միության անդամ խորհրդարանի պատվիրակության կազմով գտնվում էինք Ստամբուլում Բնականաբար մասնակցել ենք վեհաժողովի աշխատանքներին, յուրաքանչյուր մեր հանձնաժողովում աշխատանքներին, հնարավորություն ենք ունեցել ելույթներով հանդես գալու, ինչպես նաև ունեցել ենք երկկողմ տարբեր հանդիպումներ, տարբեր պատվիրակությունների հետ, այդ թվում ուզում եմ մատնանշել ազգային ժողովի նախագահի շփումները Թուրքիայի խորհրդարանի ղեկավարի հետ, ինչպես նաև մեր խորհրդարանի ղեկավարի եւ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի հետ առանձնազրույցը եւ երկարատև հանդիպումը, սրանք շատ կարեւոր են, հերթական հանդիպումներն են եւ ուրախությամբ ուզում եմ սա նաև արձանագրել, որ արդեն սովորական են դարձել մեր շփումները թե Թուրքիայի, թե Ադրբեջանի պատվիրակությունների հետ եւ երկուստեք արձանագրվել թե Թուրքիայի, թե Ադրբեջանի հետ մեր դինամիկ զարգացող հարաբերությունները եւ գոհունակությամբ արձանագրել ենք, որ մեզ գոհացնում է այս տեմպը, սակայն իհարկե ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հանդիպմանը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, գիտեք, որ վաղուց արդեն չկան որևէ իրադարձություն, որին սպասում ենք, որպեսզի օրինակ սահմանը բացվի, ամեն ինչ պատրաստ է սահմանի բացմանը եւ մենք դեռ սպասում ենք, որ շուտով Թուրքիան կբացի սահմանը։ Ինչ վերաբերում է արձագանքներին, հա։ Ես իմ էջում էի անդրադարձել, երբ որ լուսանկար էի հրապարակել, թե ֆեյքային մեծ գրող տեսա, թե տարբեր աղբ լրատվամիջոցների կողմից անդրադարձ տեսա վատ կոնտեքստով եւ նաեւ ես ինչու անդրադարձա թեմային, որովհետեւ բացի այդ ֆեյքային գրողներից կային նաեւ մարդիկ, որոնք իրոք բացական մեկնաբանություններ էին գրում միայն նրա բերումով, որ Ստամբուլից է լուսանկարը, հա, վեհաժողովից լուսանկար էր, որևէ ավել բան չէր, դրա համար անդրադարձա ու գիտեք այդ մեկնաբանությունները որ տեսեք ուր են գնացել թրքահապատակներ թուրքեր ձեր հայրենիք եք գնացել մնացել ես ինչի դրան անդրադարձա որովհետև շատ հայեր ազգությամբ հայեր որպես հայրենիք ընկալում են Թուրքիան, որովհետև ինչ-ինչ հանգամանքների բերումով ծնվել եւ մեծացել են Թուրքիայում եւ դա իրենց հայրենիքը եւ ասել որ նրանք պակաս քրիստոնյա են պակաս հայասեր են եւ վատ մարդ են, քան այդ կոմենտ գրողները, սա ուզում եմ էթիկայի սահմանում մնամ, բայց ընկալելի չէ թույլ տվեք ասել, որ միայն ինչ եթե այդ մարդիկ որպես հայրենիք ընկալում են Թուրքիան, տենց վերաբերվել։ Իդեպ մենք նաեւ հնարավորություն ունեցանք Թուրքիայի մեր պատրիարքի հետ հանդիպել եւ arczepiskopos Մաշալյանի հետ հանդիպմանը հենց ինքն էլ արձանագրեց, որ հայերը, որոնք ապրում են Թուրքիայում, հայրենիք են ընկալում Թուրքիան եւ իրենք այժմ այս հարաբերությունների կարգավորման շրջանում ավելի հանգիստ են ապրում Թուրքիայում եւ լիահույս են, որ հարաբերությունները վերջնականապես կկարգավորվեն, դիվանագիտական հարաբերությունները կհաստատվեն արդեն պաշտոնապես, սահմանները կբացվեն եւ նաեւ նա կարեւորեց իհարկե խաղաղության օրակարգը, կարեւորեց օրհնեց խաղաղության օրակարգը, ինչը շատ կարեւոր է։ Ի տարբերություն օրինակ կաթողիկոսի
մինչև այժմ որևէ խոսք չի ասել։ Տիկին Հակոբյան, դուք ընտրություններին գնում եք Տեր կանգնիր խաղաղությանը կարգախոսով, քանի որ նաև Ստամբուլում եք հնարավորություն եք ունեցել շփվելու ադրբեջանցի պաշտոնյաների հետ, ընդդիմությունը հաճախ են խոսույթն է տանում, որ միայն մենք ենք խաղաղություն ուզում, դա արժանապատիվ խաղաղություն չէ, ուժեղ խաղաղություն չէ, առանց երաշխավորների խաղաղություն է, իսկ Ադրբեջանից օրինակ այլ ազդակներ են գալի ըստ իրենց մեկնաբանությունների, ձեր շփումներին չեն ցույց տալիս, իսկապես մյուս կողմը եւս պատրաստ է այդ խաղաղությանը։ Միայն Ստամբուլում չէ որ պետք է շփումները մեզ ապացուցեին, որ Ադրբեջանը եւս ուզում է խաղաղություն, մենք տարբեր մակարդակով նախագահից միջև տարբեր պաշտոնյաներ Ադրբեջանի մենք հայտարարությունները տեսնում ենք, անգամ տարբեր հարցերին ի պատասխան նույն Ալիևը, նույն այլ պաշտոնյաներ հայտարարում են, որ երբ որ հարցը ինչու ստորագրված չէ խաղաղության համաձայնագիրը, նրանք պատասխանում են, որ արդեն հողի վրա այդ խաղաղությունը կա, այսինքն անգամ առանց այդ թղթի այդ խաղաղությունը միևնույն է կա եւ նաեւ հայտարարվում է, որ պատերազմի էջը փակված է եւ այսուհետ պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Սրանք հայտարարություններ են, որոնք շատ չեն նաեւ լավ իմաստով թիրախավորվում Հայաստանում, որովհետեւ լրատվամիջոցների մեծ մասը պատկանում է կոնկրետ շրջանակների, որոնց համար գերադասելի չէ այս ուղերձները թարգմանել, լուսաբանել, վերնագրեր դնել, այ եթե մի ամբողջ այդ տրամաբանության մեջ մի շահարկման կես, չգիտեմ, բարակապակցություն անգամ գտնեն, այսա կլինի վերնագիր, այսա կթիրախավորեն, այսա նրանց թեկուզ падգամավորները կգան ընդդիմադիր դա ցիտելով իրենց ելույթները կկառուցեն եւ այլն։ Սա է խնդիրը, որ դրանք մեծ արձագանք չեն գտնում ներհայաստանյան քաղաքական կյանքում, բայց թե սա, թե այն արդեն քայլերը, որոնք տեղի են ունեցել, ցույց են տալիս, որ Ադրբեջանն էլ է ուզում խաղաղություն եւ գնում է դրան։ Այ եթե մենք օրինակ պատկերացնենք մեզ վրա, հա, փորձեմ օրինակը ցույց տալ, օրինակ եթե մենք ինչ որ մի փուլում որոշենք եւ ասենք մենք ապաշրջափակում ենք Հայաստանը Ադրբեջանի համար եւ Ադրբեջանը կարող է գնալ Նախիջևան գալ մեր տարածքով բեռներ տանել բերել, մենք հասարակության կողմից, ընդդիմադիր շրջանակի կողմից կթիրախավորվեինք, մեզ վերջին բառերը կասեին միջանցք եք տրամադրել, ճանապարհ եք տվել, միակողմանի զիջումներ եք արել, բայց քայլերը ցույց տվեցին, որ Ադրբեջանը ինքը հայտարարեց եւ ապաշրջափակեց իր երկիրը Հայաստանի համար որպես տարանցիկ երկիր եւ մենք արդեն հաշիվ էլ չենք պահում, չէ, արդեն սովորական է դարձել բեռներ բերելը Ադրբեջանի միջոցով, ինչպես նաեւ տնտեսական մեր համագործակցությունը, դուք գիտեք, որ բավականին մեծ քանակի, հա, նաեւ ապրանքները արտահանվում Ադրբեջան այսօր Հայաստանից, Ադրբեջանը ներկրում է ապրանք Հայաստանից եւ մենք իհարկե վառելիք եւ տարբեր այլ արդեն ներկրումներ ունենք ուղիղ Ադրբեջանից, ոչ թե միայն տարանցիկ որպես երկիր ճանապարհը օգտագործել են։ Այսինքն քայլերը, ել չեմ ասում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը, ել չեմ ասում, որ մենք ընդամենը հա ամիսներ առաջ ունեցանք նաեւ գերիների վերադարձ եւ նաեւ շարունակվում են իհարկե քայլերը, աշխատանքները, որովհետեւ մեր մյուս հայրենակիցները եւս կարողանան վերադառնալ հայրենիք։ Այսինքն քայլերն էլ են ցույց տալիս, որ Ադրբեջանը կողմ է խաղաղությանը։ Ինչ վերաբերում է ընդդիմության թիրախավորումներին, արդեն այդ բառերն էլ են հասկանում եք, այնքան են անիմաստ շահարկել ուժեղ, արդեն ուժեղ բառը որ լսում ես, մի տեսակ սկսում է բացական բան ասոցացնել, որովհետև իրենց ասած այդ ուժեղը դրա տակ դրած հիմնավորումները ուժեղ բառի բացատրությունը լրիվ փոխում են։ Այսինքն իրենք ուժեղ ասելով պատկերացնում են ուղղակի այլ բան։ Տեսեք, այն ընթացքը եւ այն հիմքը, որը մենք ունենք այսօր մեր խաղաղության տակ, այն համաձայնագրերը, պայմանագրերը, ամեն ինչ ունենք, մեր հասարակությանը ձեռք է տալիս։ Նրանք ողջունում են դա եւ մեզ այս մարզային այցելությունների ընթացքում տենց տեղ չի եղել, տենց համայնք չի եղել, որտեղ գնանք ու մարդիկ չասեն դուք ճիշտ ուղու վրա եք, գնացեք, հետ քայլ չանեք, ոտներդ գազից չհանեք։ Իրականում բոլորը մեզ այս խոսքերն ասում են, որովհետեւ տեսնում են, որ սա արդյունավետ ուղի է, որ սա հողի վրա բերել է խաղաղություն 2 տարի է կրակոտ զոհ չկա սահմանին, սա մեծագույն ուղերձ է մեզ համար եւ խաղաղության ժամանակավոր է, ձեր ընդդիմախոսները ասում են ժամանակավոր է, նախընտրական նվեր է Ալիևի կողմից։ Շատ լավ, դրա համար մենք հիմքեր ենք գցել, հենց ապաշրջափակումը, սա ժամանակավոր չէ, սա հիմք է եւ գցած, որի վրա մենք կառուցում ենք մեր խաղաղությունը դեռ փոքր է, դեռ մանուկ է, դեռ բարուր է, որին ուզում են բարուր վիճակում խեղտեն այդ ընդդիմությունը։ Դա փաթեթ
պարզետավորելով ուժեղ արժանապատիվ բառերով։ Դրա համար եմ ասում բացատրությունը լրիվ փոխել է նրանց պատկերացրած խաղաղությունը, որտեղ ասում են փոխելու ենք, գալու ենք, վերաբանակցելու ենք, այնտեղ ուժ կա, բացարձակ ասում են այդ նախաստրուկտուրան ինչ է, ոչ մի բան է, ուժ չէ, ուժեր, եւ ուժեղ Հայաստանից ենք լսում, եւ դաշնակցական տարբեր պաշտոնյաներից ենք լսում Հայաստան դաշինքից, ասում են մենք գալու ենք, դա վերաբանակցելու ենք, դա փոխելու ենք, որտեղ նախաստրուկտուրը դա որևէ ուժ չունի, ասում են թրիփի հետ կապված, ասում են սա էլ այդ մեր ԱԳՆ-ների, հա, նախարարների ստորագրած այդ թուղթը ասում է որևէ պարտավորություն չունի, իրանք գալու են եւ փոխելու են։ Քոչանն ասում է թրիփն արդիական չէ այլևս։ Նշանակում է չեղարկել եւ սկսել նորից զրոյից։ Մեր քաղաքացին ասում է մի փոխեք ոչինչ, գնացեք ամրապնդեք այդ 2 տարի լուր սահմանը պետք է վերածվի 20 տարվա, 100 տարվա, 200 տարվա, պետք է վերածվի դրան։ Եվ պետքա լինի արդեն հարաբերություններ, ոչինչ թող մենք թիրախավորվենք ամեն անգամ Ստամբուլ գնալուց, վաղը մյուս օրը Բաքու գնալուց, թող ոչինչ մենք թիրախավորվենք։ Դա էլ երևի գինն է, բայց թող լինի այդ խաղաղություն, թող լինի այդ երկխոսությունը ու բանակցությունների ու խոսակցությունների միջոցով հարցերի լուծումը ոչ թե կրակոցներով եւ զինվորների կյանքի գնով։ Դրա համար մենք ճիշտ ուղու վրա ենք, մեր քաղաքացին մեզ ասում է չհանձնվես, մեր քաղաքացին մեզ ասում է հանկարծ մեզ մենակ չթողեք ու մենք այդ ռազմավարական որոշումն ընդունել ենք, մենք մեր քաղաքացուն ոչ մի դեպքում մենակ չենք թողելու ու այս ընթացքը խաղաղության տանելու ենք հարատևություն։ Դե դուք օրինակ ունեք այդ վստահությունը, որ մեծամասնություն եք ստանալու, բայց ուժեղ Հայաստանն էլ օրինակ ունի վստահություն, որ 100%-ի հույս ունեն, ասեմ ավելին, որ ընտրություններում հաղթանակ են տանելու, Սամվել Կարապետյանն էր ասել, նախկինում էլ օրինակ Սերժ Սարգսյանն էր այդ ոճով նշում, ինչքան ուզի այնքան կխփի։ Որտեղից է վստահությունը ձեր կարծիքով։ Արձանագրենք, որ Սերժ Սարգսյանը համեստ էր Սամվել Կարապետյան։ Գիտեք, Սամվել Կարապետյանի արտահայտությունները, արտահայտած մտքերը վաղուց մեմային են եւ ես չեմ ուզում լրջորեն դրանք մեկնաբանել, թող այդ 100% հույսով գնան ընտրության, մյուս կողմից ով է Սամվել Կարապետյանը։ Ով է Սամվել Կարապետյանը, լավ, տեխնացու է, չէ, ցուցակներում տեսել եք նրա անունը, չէ։ Ուղղակի ինչ որ բան է, հա, երկնային ղեկավար է, ով է նա։ Ոչ մեկ Այ իր եղբոր որդին, այո, առաջին համարն է, եթե որպես հոր եղբայր խոսում է, շատ լավ, ներկայացնենք Նարեկ Կարապետյանի ուժեղ Հայաստանի վարչապետի տեխնացուի հոր եղբայրը սենց բան է ասել։ Թե ասում են մեծամասնություն ստանանք, փոխենք սահմանադրությունը, կդառնանք վարչապետ, այդպես են ներկայացնում։ Ցույց է տվել իր այլ քաղաքացիությունից հրաժարվելու թուղթը։ Ասում է ես նման մտադրություն ունեմ սկսելու գործընթաց։ Մտադրություն ունեմ սկսելու գործընթաց, ես այդ բառը լավ ֆիքսել էի, այնպես որ այդ մտադրությունը մենք էլ մտադրում, ես էլ մտադրություն ունեմ, օրինակ, չգիտեմ, գնամ ինչ-որ երկիր, ծովափնյա երկիր, ինչ-որ հանգստանալու, այդ մտադրությունն եմ, դա չի նշանակում, որ ես արդեն այնտեղ հանգստանում եմ, որ ես ինքնաթիռի մեջ եմ, կամ որ ես արդեն իրերս հավաքել եմ, որ ես վիզան ստացել եմ, որ ես տոմսերը գնել եմ, չկա, այսինքն այդպես մտադրություն, ինքն էլ այդ մտադրությունն ունի։ Մյուս կողմից, այդ քաղաքացիությունից հրաժարվել է անգամ եթե դուք փնտրեք արհեստական բանականության միջոցով իրենց սիրած, հա, Սամվել Կարապետյանի գործընկեր արհեստական բանականության միջոցով փնտրեք, փորձեք գտնեք, օրինակ որևէ երկրում Կիպրոսի կլինի Եվրամիության, հա, երկիր, թե Ռուսաստանի Դաշնության դեպքում կլինի, տեսնեք ինչքան է տևում այդ գործընթացը, դրանք տևական ժամանակ, տարի ու կես, 2 տարի, իսկ դա Ռուսաստանի դեպքում, իսկ ինչ վերաբերում է Կիպրոսին, ապա դուք գիտեք, որ Սամվել Կարապետյանի գույքը արգելանքի տակ է, նա տարբեր գործերով, ես չգիտեմ ինչ, բայց գործերով է անցնում եւ Եվրամիության դեպքում սա ուղիղ պարտավորություններ է նրա վրա եւ նա չի կարող հեշտությամբ հրաժարվել այդ քաղաքացիությունից նաեւ։ Մյուս կողմից, այդ Սամվել Կարապետյանը հաստատ որոշել է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվում է, հա, ստացել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օրհնությունը դրա հետ կապված թույլտվությունը։ Ասում եմ, ես Ռուսաստանից չեմ ուղղորդվում, Նիկոլ Փաշինյան ուղղորդվում Ռուսաստանից վերջին անգամ։ Դրա համար էլ, այո, դրա համար էլ ուղղակի շատ սիրելով, շատ մտահոգվելով եւ որպես անչափահաս որդի, հա, նրան վերաբերվելով Ռուսաստանի Դաշնության նախագահը ասում էր, որ թույլ տանք, որ Ռուսաստանի անձնագրերով մարդիկ ռուսամետ ուժերը մասնակցեն Հայաստանում ընտրությունների։ Սա ուղղակի բան է։ Նրան նկատի ուներ ձեր կարծիքով, որտեվ անուն չի հնչեցրել։ Ինձ թվում է, գիտեք, ուղիղ խոսքը չասեմ ում են ասում։
Եթե իրանք անգամ այդ կենթանուցել այն կողմ են, հա, իրանց դիրքավորում շատ լավ։ Ես իհարկե տեսել եմ նաև մեկնաբանց ուր չեն ասել Սամվել Կարապետյանը։ Բայց եթե ասում եմ, եթե այդ կենթանուցել ավելի ցածր են իրենց դիրքավորում, շատ լավ, դա իրենց իրավունքն է, կարող են իրենց նույնականացնել տարբեր կենթանիները, բայց բոլորը հասկացան ում մասին է խոսքը եւ իդեպ ուժեր էր ասում, այսինքն միայն նրան էլ չէր վերաբերում, տարբեր ուժերի էր վերաբերում, մեկ ուժի մասին չէր խոսում Վլադիմիր Պուտինը ու ընդհանրապես Դաշնարը նույն Սամվել Կարապետյանին էլ իրենց ցուցակում հանգրվան են գտել անտեր, անտիրական, ինչքան առանձին տենց անհատներ կան, որոնք ինչ-որ կյանքի մի փուլի նախաձեռնության վերջին շարքերում են եղել կամ մեջտեղներում, այսօր իրենց հանգրվանը գտել են այդ ցուցակում։ Էլ չեմ ասում մյուս ուժերը, բայց միջև մյուս ուժերին անցնելը ես այսօր օրինակ ապրելու երկրներն նրանց կարևոր այդ անդամները երկրորդ համարին, տարբեր համարներին, չգիտեմ, իրենց առաջի կին ուրեմն падգամավորի տեխնացուին, նա ում սանիկն է, այսինքն այս դաշտը այնքան པարզ է, ովում բարեկամն է եւ անիմաստ տենց ուղղակի մի քանի մասի են բաժանվել, տարբեր ուժերով են մասնակցում, հույս ունենալով, որ հիմարացնելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ասելու են, որ այ մենք չենք, չէ՞, լսել եք, չէ՞, որ մենք Քոչարյանին ձայն չենք տա, մենք, չգիտեմ, Ծառուկյանը ընդեղից է, չգիտեմ ինչ էր ասում։ Գիտեք ով է, ինչ կապ կա Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի մեջ։ Գագիկ Ծառուկյանի որդու Հարսանիքի Որթու թե դստեր հարսանիքի խավորն է Սամվել Կարապետյանը այս ասած խավոր սանիկներով անգամ հա հիմա ճիշտ է փորձում են մոռացնելու տան բայց անգամ մամուլում այդ ամեն ինչը շատ པարզ գրված է եւ բոլոր խավոր սանիկներով իրար ցուցակներում ինչքան տարբեր մարդիկ կան նույն Քոչյանի երեք падգամավոր Քոչյանի այսօրվա 8-րդ գումարման խորհրդարանի падգամավորներից 3-ը իրենց հանգրվանը գտել են, ասենք Ծառուկյանի դաշինքում, Սամվել Կարապետյանի դաշինքում այլ падգամավորների, որոնք падգամավոր են դարձել, եւ այդպես ասել, որ մենք իրար ձայն չենք տա, սա այն միամտությունն է, միամտություն չէ, իհարկե հատուկ անում են միամտացնելու համար հասարակությանը, բայց նաև նրանցից որոշները շատ ուղիղ ասում են, որ մենք փորձելու ենք ինչպես Գյումրիում գտնել համագործակցության եզրեր, ասում էր դա Մարտուն Գրիգորյան, ով էլի է այս գումարման падգամավոր է հիմա Ծառուկյանի դաշինքում է եւ այսինքն շատ ակնհայտ է։ Քոչյանի падգամավորներից մեկն էլ Արտուրը Խաչատրյան օրերս հարցազրույցում որ ասում էին թե Արծվիկ Մինասյան իրենց ոնց որ Արտուրը Խաչատրյան ասում էր բա հո չեն ասելու այս փուլում որ միավորվելու են որ ասում էին բայց Սամվել Կարապետյանն ասում է ձեզ ձայն չի ասում բա հիմա այս փուլն է որ պետքա տես չասեն բայց հետո բարձա չէ որ միավորվելու են դրա համար այնքան ամեն ինչ ակնհայտ է ձեզ մտահոգում է այդ սցենարը որ հնարավոր է ընդդիմությունը անցնի խորհրդարան ինձ զվարճալի է այս process-ը անկեղծ եմ ասում ինձ շատ զվարճալի է շատ հետաքրքիր է ասեմ որ շատ կանխատեսելի են որևէ տենց անակնկալներ չկա ես ավելի հետաքրքիր էի պատկերացնում գոնե այս փուլը նախընտրական հուսամ դեռ ինչքան ընտրություններին մոտենան գոնե մի քիչ անկանխատեսելի կլինի կզարմացնեն, որովհետև հիմա դեռևս ամեն ինչ շատ կանխատեսելի է, շատ այսպես քննարկված սցենարներով են գնում, որը մենք պատկերացրել ենք, որ հենց այդպես էլ կլիներ։ Ու եթե դուք հետ գնաք, օրինակ Գյումրու ընտրությունները նայեք, այդ ընտրություններից հետո, երբ որ այդ սցենարն եղավ, մենք մեր հարցազրույցներում, անգամ ձեր տաղավարներում, այլ տաղավարներում հնարավորություն ունեցել ենք եւ ասել ենք, որ ժողովուրդ տեսեք, 1 տարի հետո Հայաստանի Հանրապետության համապետական պարլամենտական ընտրությունում այս նույն բանն են անելու, այս մարդիկ, նույն մարդիկ առաջադրվել են եւ անելու են նույն բանը։ Հիմա նույնն են անում, բայց երկրորդ անգամ մեր քաղաքացուն չեն կարողանալու նրանք հիմարացնեն։ Ապրելու երկիրն է նաեւ Սամվել Կարապետյանին միացել այսօր, օրինակ սպասել է որ արտախորհրդանական ավելի լայն համախմբում կարող է լինել։ Ինչքանով է դա ձեզ անհանգստացնում, նաեւ նկատի ունենալով ռեսուրսները տարբեր ուժերի։ Հիշում եք ասի անտերական, ինչքան ուժեր կան, տարբեր, տենց գլուխներով, բան հիմնական անգլուխ, որովհետև գալիս են եւ են երագլխին են միանում, չէ՞, անգլուխ լինեն այդքան
կուսակցության գլուխ չի տեղավորվի, անգամ իրենց կուսակցության անունը չկա, չէ՞, ասում են ոչինչ, մեզ կմցնեք այդ ցուցակը, մենք այնքանավոր լինենք։ Հետո որ նայում եք, ասենք, այնտեղ ուժ է միացել այդ նույն Սամվել Կարապետյանին, որը մի անգամ նախագահական ընտրություններին է մասնակցել այդ կուսակցությունը եւ 0.45% ձայն է հավաքել նրանց տեխնացուն եւ նաեւ օրինաց երկիր կուսակցության հետ կոալիցիոն շրջանակներում եղել է դա իրենց կենսագրությունը ընդհանուր հիմա ով կմիանա այնտեղ Չալաբյանի մասին էր խոսվում Խոսքար առայժմ հաստատված չէ հա տենց թող միանան ինչ տարբերություն այնտեղ երրագլուխ կա դա գալիս են ուղղակի դες ցուցակում լինեն խնդրեմ Դե հիմա մենք օրինակ տեսնում ենք, որ իրենք գնում են փաստորեն նախկին իշխանությունների ճանապարհով, հակակոռուպցիոն անդած ձայնագրություններ է հրապարակում, ինչ որ բարեգործությունների անվան տակ կաշառքներ, նվիրատվություններ, չգիտեմ, հետո նշում են, որ օրինակ մայր եք ձերբակալել կրծքով կերակրող մայր, կին եւ այլն, այսպիսի ինձ մեղադրում են օրինակ բռնաճնշումների մեջ, ասում են ինչ վատ բան կա բարեգործություն անելու մեջ, դուք եք անում։ Այս ճանապարհը, որ իրենք գնում են, ինչքանով կարող է մտահոգիչ լինել։ Շատ վատ է, որ օրինակ կրծքով կերակրող մայրը հայտնվում է նման իրավիճակում ժամեր է տևել իհարկե, բայց դրանում մենք չենք մեղավոր։ Դրանում այդ կերակրող մայրն է մեղավոր, որովհետև տուժում է իր երեխան։ Դա իհարկե վատ է, ես որպես կին, որպես մայր, իհարկե դա բացարձակ որևէ մեկի համար ընդունելի չէ եւ նախընտրելի չէ, այսպես ասեմ, բայց դրա մասին պետք է մայրը մտածի։ Չէ՞ որ կան ձայնագրությունները, կան փաստերը եւ երևի հենց այդ հանգամանքներ հաշվի առնելով նա անազատության մեջ չի եղել, ընդհանրապես ժամեր է տևել եւ այլ սանկցիա հանդեպ կիրառվել, այո։ Դա շատ վատ է, բայց այս գործելավոճում ախր տեսեք Այն տղամարդիկ մենք միջև հիմա խոսում ենք տղամարդկանց մասին, չէ՞։ Սամվել Կարապետյան, Նարեկ Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչյանը։ Այս ուժեղները այնքանով են ուժեղ, որ նրանք այդ իրենց բոլոր ապօրինությունները կանանց վրա են գցում։ Եվ սա էլի շատ կանխատեսելի է։ Ախր հենց խորհրդանի դահլիճում են Ռոբերտ Քոչյանի որդին սարական հայոյանք էր տալիս ու թաքնվում էր իրենց խմբակցության կանանց մեջքի ետևում, որպեսզի նրան հանկարծ որևէ մեկը չհասնի, որ ինչ որ մեկը այդ հայոյանքի չի տականա իհարկե դա էլի նախընտրելի չէ, բայց հնարավոր իրավիճակ լինի, նման իրան հանկարծ որևէ բան չհասնի, ինքը կանանց հասնի իր դիմաց կանգնած։ Սա էլի կանխատեսելի։ Հիմա այս նույն տղամարդկանցով ուզում են անգամ չեն էլ կարող, բայց փորձում են լինել երկրի ղեկավարներ եւ կանանց ուղղել են դեպի այդ ընտրակեղծարարության գործողություն։ Այսինքն ասում են գնա դու կերակրող մայր ես, նոր ես ծննդաբերել, քեզ դժվար մի բան անեն, քեզ չեն պատկերացնի, որ դու կանես երևի sense սցենարները եւ ես նաեւ խնդրում եմ նաեւ ձեր տաղավարից, որ հարգելի տղամարդիկ ինքներդ արեք եւ որևէ կնոջ մի դրթեք, ես չգիտեմ, իր ցանկությամբ եղել, դրթմամբ է եղել, որևէ բաներ հաշվի առնելով, չի կարողացել մերժել, թե ինքն է ուզել, չգիտեմ, բայց մի դրթեք կանանց տենց բաներ անելու։ Ուզում եք արեք, ինքներդ էլ այդ ռիսկը հաշվի առեք եւ գնացեք այդ քայլին եւ կլինեն գործողություններ իրավապահների կողմից կենթարկվեք դուք կգնաք կնստեք հուսամ կուրծքով կերակրող մայր չեք ծնող չեք կգնաք պատասխանատվություն կկրեք այսքանը կարող եմ ասել սա այն ճանապարհը որ իրենք փորձեն հաջողության հասնել այսինքն նորից փող բաժանել կաշառել բարեգործություն անել ինչով լավ ինչով արհեստական բանականությամբ հա Սամվել Կարապետյանի արհեստական բանականությամբ պետքա ցայն հավաքեն Իսկ Սամվել Կարապետյանը վարչապետ իմ 13-ամյա դուստրը եւս կարող է նման վարչապետ լինել արհեստական բանականությունից օգտվում է ChatGPT-ից եւ այնից տարբեր գործիքներից եւ ինքն էլ կարող է նման ուղերձներ սարքել եւ դառնալ վարչապետի տեխնացու դա իդեպ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է իմ աղջիկը տարիքի շեմը չի հաղթահարում բայց մենք էլ չէ կարանք այդպես փոխենք ու հանկարծ նայել կարողանա ինչպես իրենք են անում իսկ մի քանի երկրի քաղաքացի Սամվել Կարապետյանի չեմ կարծում որ նրա արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութերը կամ ուղերձները այնքան գայթակղիչ են մարդկանց համար որ գնալու են ու նրան ձայն են տալու ինչ վերաբերում է բարեգործություններին գիտեք որ տարբեր նաև գործեր են հարուցված այդ նույն բարեգործությունների անվան ներքո մարդը տարբեր չարաշահումների բերումով գումար են ետ գցել, դա ուղղել են բարեգործության եւ ասել են մենք բարեգործ ենք, այդպես բարեգործ չեն լինում կամ հեծի հետ կապված, ինչքան բացահայտումներ եղավ այդ հավելագրումները, այսինքն իմ ձեր հոսանքի, հա,
հավելագրում են անում մենք վճարում ենք այդ հոսանքի համար կամ անգամ զորամասի վրա են հավելագրում արել եւ այդ գումարը ավել ուղղել են որոշակի բարեգործության, որպեսզի իրենց հանդեպ դրական ասոցիացիա լինի եւ սա շատ տգեղ է մեծ հաշվով Այն մյուսն էլ ասում էր, հիշում եք այդ բաները, ձայնագրությունները, այդ շալվար, 20000 դրամով ինչ-որ շալվար են առնում, հա, կամ մեկին տելևիզոր են առնում, եւ հետո դա շահարկում, հետո բեմերից էլ դա շահարկում են, ախր։ Հետո որ գնում են որպես տեխնացուներ խոսք են ասում, նույն Գագիկ Ծառկան, ես վիրահատություն եմ արել, այսօր պետությունը առանց շահարկելու եւ առանց թույլ թողնելու որ մարդը գա իր դուռը եւ խնդրի որ իր վիրահատության հարցը լուծեն այսօր պետությունը սահմանել է թե ովքեր կարող են նման ծառայություններից օգտվել եւ այսօր հիվանդանոցներում հերթ է մարդիկ գնում են 100,000-ավոր թոշակառուներ այսօր վիրահատվում են եւ մի քաղաքացի շատ տիպիկ բան ասաց վարչապետին ասաց պարոն Փաշինյան դուք իմ ծնողի կողքը ինձնից ավելի ամուր եք կանգնել դուք իմ ծնողի կողքը որպես Ես որպես տղա այդ աստիճան իմ ծնողի կողքը չեմ կանգնել ոնց որ դուք բայց մենք էլի ասում ենք սա պետությունը ձեր վճարած հարկերի շնորհիվ է որ ուղղվում է եւ կարողանում ենք ընդհանուր բարիք ստեղծել եւ հնարավորություն ստեղծել մարդկանց համար արժանապատիվ ապրելու ոչ թե մարդիկ սպասեն որ ընտրությունների բերան որոշ մարդիկ ասեն եկեք ես ձեր աչքը կվիրահատեմ շպրտեն, ասեն կգնաս տնով ցեղով մեզ կընտրես կամ ասեն չգիտեմ երեխուդ վարձը կտանք շպրտեն ասեն բայց դուք պիտի բոլորով ցեղով գաք մեզ ընտրեք կամ այդ շալվարի փողը շպրտենք բայց պետքա գաք մեզ ընտրեք հետո հիշում եք վերաբերմունքից էլ էին բանանում իրենց թիմակիցները վիրավորված Սամվել Կարապետյանի ասում են այդ ինչ ձև են այդ երեխեքին բան արել մունաթով չգիտեմ ինչով կամ մունաթ եք գալիս որ սպարսիկայով են եւ այլն այնպես որ մենք իհարկե 18-20 տարեկանը, որը 18 թվականից առաջ մասնակից չի եղել այդ գործընթացներին եւ չի հիշի ինչ էր կատարվում, հնարավոր է մի քիչ դժվարությամբ ընկալի է ամեն ինչը, բայց կարծում եմ նրանց նաեւ կօգնել իրենց ավակ սերնդի ընկերները եւ ծնողները եւ այսօր գոնե առերեսվելով ես չեմ կարծում անգամ այդ երիտասարդը, ով այսօր ապրում է ազատության մեջ իր կամքի վրա ոչ ոք չի բռնանում, հա, ինքը կարող է նման վերաբերմունքին լոյալ լինել եւ նորմալ վերաբերվել, որ իրեն կարող են նման վերաբերմունք ցույց տան կամ ինչ որ մի հատ փող գցեն ու ասեն գնացեք դե ցեղով եկեք դուք մեզ պարտական եք։ Վարչապետն օրինակ նշում էր, որ այն ուժերը, որոնք որ շունշանգյալ են համարում նաեւ իրենց ընտրողներին, անցողիկ շեմը չպետք է աղթարեն, երրագլուխ պատերազմի երրագլուխ կուսակցություն է անվանում։ Ունեն իսկ կա այսպիսի հնարավորություն իսկապես որ այս ուժերը նույնիսկ անցողիկ շեմը չհաղթարեն, թե սա ինչ որ չափազանցված ցանկություն է, որ խորհրդանում տեղ գտնի ավելի շատ առողջ ընդդիմությունը, քան այսպիսի ուժերը, որոնք կաշառքով։ Ես շատ կուզենայի, որ գումարը չխաղար այն գոնե մինիմալ դերը, որովհետև եթե գումարի ֆակտորը հանում ենք, իրենց ընտրող երևի իրենց մենակ իրենց տնեցիք են, եթե ընտրելու իրավունք ունեն։ Ես շատ կուզենայի եւ երևի վարչապետն էլ այդ կոնտեքստում էլ է իր խոսքը ձևակերպել գումարի ֆակտորը եթե հանենք նրանք չեն կարող ուղղակի անցողիկ շեմը հաղթարել եւ առողջ ուժերը այսօր հնարավորություն չունեն այդ գումարի հետ ոտ գցեն գովազդի առումով կլինի թեկուզ էլի գումար ասած եմ միայն ընտրակաշարք մի պատկերացրեք այն բոլոր չէ որ մարդը սիրում է վիզուալիզացիա չէ տեսնի շոշափի գովազդներ տեսնի հիշեցնի իրենց մասին այո մեդիաները քիչ դեռ չեն խաղում այսօր այդ ընդդիմադիր ուժերը ամեն մեկը մի քանի մեդիա ունի առած այսօր Սամվել Կարապետյանը քանի մեդիա է առել այսօր Հələ մի հատ որպես լրագրողներ, թող այդ լրագրողական դաշտներ դուք էլ ուսումնասիրեք, տեսեք քանի մեդիա է արել։ Այդ, չգիտեմ, երաժշտական ժամանցային ալիքը ինչ գործ ունի ամեն անգամ Նարեկ Կարապետյանի հետ մարզեր գնալու։ Հո երաժշտական միջոցառում չէ։ Թատերական ներկայացում միգուցե, այ երբ որ կրկեսում է լինում, կարող են գնալ եւ որպես ժամանց կրկեսային ներկայացում, դա լուսաբան են մարզային այցերը, չեմ կարծում, որ այդքան կոռեկտ է, որ որպես էլի թատերական ներկայացում գնան մեկնաբանեն։ Ուզում եմ ասեմ, որ այդ
շատ ուժեր չունեն այդ հնարավորությունը, մեդիաներ չունեն, գովազդի գումար չունեն, շտաբներ ունենալու գումար այդքան չունեն, իսկ շատ այդ մնացած ուժերը ունեն, հուսամ գումարը այնքան դեր չի խաղա եւ կարողանան առողջ ուժեր գալ խորհրդարան, որտեղ իրականում մենք հոգնել ենք նաեւ մեզ ընդդիմություն լինելուց, որովհետեւ աշխատանքների այս 5 տարիները ցույց են տվել, որ մենք մեզ ընդդիմություն ենք դառնում, որովհետեւ ընդդիմությունը շատ կարեւոր դերակատարում ունի խորհրդարանական երկրներում։ Դու ընդդիմադիրի աչքով ես փորձում նայես, քո գործընկերներին միգուցե ոչ ականջահաճով քննադատություններ ես ասում, որովհետև չկա այն ուժը, որը դա կասի, կամ գնում են գործողումների, չէ։ Արտաքին բլոկում էլ աշխատելիս շատ կարևոր է ընդդիմության գործառույթը, որովհետև կան նախադասություններ եւ մտքեր, որոնք ընդդիմության ասելունն են ու գոնե արտաքին բլոկում Հայաստանի շահը պետք է նույնական լինի եւ պետք է պատվիրակությունը միասնաբար Հայաստանի շահի համար գնա աշխատի դրսում, իսկ այդ դրսում մենք չունենք այդ աջակցությունը։ Այդ նույն միջխորհրդարանական միության, որի բերումով նաեւ Ստամբուլում էի, հա, այդ միության շրջանակներում որևէ օր, չէ, մի անգամ Լևոն Քոչարյանը մասնակցել է, բայց բացի դրանից այլ դեպք չի եղել, որ ընդդիմությունը գա եւ մասնակցի։ Իսկ դա շատ կարեւոր հարթակներ են, որոնց չեն մասնակցում։ Ընդհակառակը մի հատ էլ օգտագործում են Հայաստանի դեմ խոսելու համար եւ հայանպաստ բաներին, օրինակ եղել են բանաձևեր, որ պատիվ ունեմը գնացել է եւ համոզում էր գործընկերներին դեմ քվեարկել հայանպաստ բանաձևերին։ Անկամ նման դեպքեր են ունեցել։ Ինչի մասին է խոսքը։ Մենք հոգնել ենք նաեւ ընդդիմություն լինելուց, մենք ուզում ենք, որ կան ընդդիմադիր առողջ ուժեր, լինի առողջ քննադատություն, լինի նորմալ քննադատություն լինի, ոչ թե այդ նույն 5 տարի առաջվա առաջին նիստը նայեք, նույն, չգիտեմ, Աննա Մկրտչյանը նույն բառերով, նույն նախադասությունն է ասում, ինչ այսօր։ Հիմա օրինակ այդ 3 ուժերից Քոչարյան, Ծառուկյան հիմնական խաղացողներին եմ նշում եւ Սամվել Կարապետյան։ Ձեր կարծիքով օրինակ Սամվել Կարապետյան ուզում է վարչապետ դառնալ, թե սա ամբողջ ծրագիրը ուրիշ մարդու համար է արվում։ Ես չեմ կարող հասկանալ արհեստական բանականության հոգեբանությունը, որովհետև չունի հոգեբանություն եւ չգիտեմ ինքը ուզում է, չի ուզում, ստիպված է, ստիպված չէ, տարբեր բաներ, մեկնաբանություններ եմ օրինակ ես լսել, տարբեր վերլուծություններ եմ լսել, թե ոչ միայն հայաստանյան վերլուծություններ, թե ինչու նա չի ուզում լինել քաղաքականության մեջ։ Ես նաեւ տեսել եմ, թե ինչպես 1-2 տարի առաջ Սամվել Կարապետյանն ինքն էր ասում, որ ինքը չի ուզում լինել քաղաքականության մեջ, ինքը արդեն ոչ արհեստական բանականություն ինքը ուղիղ ասում էր, որ մի ֆորումի շրջանակում հարցազրույցի ժամանակ ասում էր, որ ինքը բիզնեսմեն է եւ ինքը չի ուզում քաղաքականության մեջ լինել եւ սխալ էր համարում բիզնեսի քաղաքականությամբ զբաղվելը եւ ինչ ասեմ, չգիտեմ ինչու է նա այս քայլին գնում, միգուցե ստիպված է, բայց սենց նշան կա, կարող է անել եւ Հայաստանի Հանրապետությունը որպես նաեւ իր քաղաքացու կփորձի աջակցել նաև իրեն։ Քարոզարշավից շատ բան է կախված ձեր դիտարկմամբ օրեր անց կմեկնարկի նախընտրական քարոզարշավը, չնայած բոլոր ուժերն են արդեն չհայտարարված քարոզարշավի մեջ, ինչ ուղերձներ ձեր կարծիքով կգրավեն հանրությանը, հայտնի է դուք ինչով եք գնալու, օրինակ իրենց ասելիքը ձեր դիտարկման որն է լինելու։ Դժվար է գերագնահատել քարոզարշավի դերը, իրոք դա շատ կարևոր է եւ ձևական չէ։ Սա նաև լավ հնարավորություն է նորից քաղաքացիների հետ շփվելու, ինչը միշտ հաճելի է մեզի տարբերություն ունենք Ռոբերտ Քոչարյանի, որը հիշում եք, որ ասում էր, որ իրեն հաճելի չէ եւ կադրից էր երևում, որ հիմա տենց ստիպված ինչ-որ գործողություններ է անում։ Դուք էլ սենց արեք, պարոն Քոչարյան, ձեզ էլ կաջակցենք, եթե ստիպված եք քաղաքականության մեջ մնացել։ Ես մեր քաղաքացիներին առաջարկում եմ, այս շրջանը, գիտեք, տենց բան է, ականջի համար շատ ականջահաճո շրջան է, որովհետև բոլորը լավ բաներ են խոստանում, բոլորը, մեկը 300,000 աշխատատեղ է ստեղծում, մեկը 500,000 բան, մեկը տենց քաղաքացիներից շատ։ Այսինքն այդ լավ բաները միշտ տենց բոլորը խոսք են տալիս, որովհետև նախընտրական շրջան է։ Պետք է նայել գործողություններին։ Օրինակ, մենք այս 6-7 տարիների ընթացքում այդ 300,000 աշխատատեղը ստեղծել ենք եւ հիմա ռեալ ասում ենք, որ մենք կարողանանք տարեկան այսքան աշխատատեղ ստեղծել, որովհետեւ 300,000 աշխատատեղը ռեալ չէ, այդքան աշխատուժ չկա, աշխատել ցանկացող քաղաքացի չկա, որը կարող է աշխատել, հա։
օրինակ, կամ մարդկա առաջարկում էր դեղերի 20% զեղչ, օրինակ։ Լավ է հնչում, բայց երբ որ դու նայում ես հողի վրա ինչ կա, դու նայում ես, որ օրինակ մեր ուժը բոլոր այն մարդկանց, որոնք ունեն այդ դժվարությունը դեղ գնելու եւ նաեւ թոշակառուներին, անվճար է այդ դեղերը տալիս, անվճար 0 դրամով, այսինքն դու գալիս ես, դա փող ես սարքում մարդու վրա, մի հատ որ 20% զեղչ ես, այսինքն պետք է նայել ռեալ հողի վրա էլի ինչ է, կամ ասում են բիզնեսի այդ հարկերը, չէ, որ զրոյացնել, չգիտեմ, քրկրճատել, չգիտեմ, ինչ անել, բայց այդ մարդիկ ունեն այդ բիզնես հնարավորությունը, այսինքն օրինակ 4 թե 5 առևտրի կենտրոն ունեն։ Ինչու մեկը քաղաքացիներն առաջարկում մտածել, օրինակ արդյոք այդ իրենց առևտրի կենտրոններում վարձակալության վերցրած այդ միջին բիզնեսը, մանր բիզնեսը ինչ որ մանր բիզնեսը կա, արդյոք ազատված է հարկերից, արդյոք այդ լավ քայլը արել է Սամվել Կարապետյանը, հա? Բնականաբար ոչ, ես ձեզ անգամ հավաստիացնում եմ, որ եթե փնտրեք գտնեք նաև բողոքներ, թե ինչպես են պարբերաբար բարձրացնում այդ առևտրի կենտրոններում վարձակալության գումարները այդ միջին բիզնեսի համար։ Այսինքն ամեն ինչ շատ շոշափելի է, մեր աչքի առաջ է եւ այդ բոլորը լավ բաներ են առաջարկելու։ Դա չի նշանակում, որ պետք է այդ ով ավելի լավ բարձր բան կասի, հա, թիվ կասի, նրան գնալ եւ ընտրել։ Չէ, պետք է նայել ռեալ ինչն է հնարավոր, ինչ են արել, որ մեկի իշխանության օրոք ինչ է տեղի ունեցել, սա պետք է նայել։ Կոչան ասում է, ընտրությունը լինելու է փորձանքի, փորձառության եւ փորձվածի միջև։ Փորձանքը ինքն է, փորձանք Ռոբերտ Քոչարյան։ Հիշենք իր տարիներում ինչ եղել, հիշենք մարտի 1-ը, հիշենք հոկտեմբերի 27-ը, հիշենք 1 միլիոն արտագաղթած քաղաքացիներին, հիշենք այդ վատ տարիները, հիշենք այն արտագաղթած մարդկանց պատմությունները, որոնք ոչ միայն վատ սոցիալական վիճակի համար են գնացել, շատերը որ այսօր հետ են գալիս, մատնանշում են, որ օրինակ իրենք չեն կարողանում, օրինակ որևէ բիզնեսով զբաղվել, նրանք հենց իրենց որպես մարդու իրավունքների լիքը խախտումներ կար, որ դրա բերումով իրենք ուղղակի չեն կարողացել թողել եւ գնացել են, եւ այնպես չի, որ այդ պանդխտության մեջ հայտնված մեր հայրենակիցների համար հեշտ է եղել, թեկուզ Եվրոպայում, նրանք հեշտ չեն ապրել, այնտեղ հալած յուղ չի, որ գնացել հավաքել են մեր հայրենակիցները, ուղղակի որպես մարդ իրենց իրավունքները ավելի պաշտպանված են եղել, դրա համար թողել գնացել են, որտեղ այստեղ ապրել հնարավոր չի եղել։ Սա է պետք նայել։ Շնորհակալություն Տիկին Հակոբյան, հիշեցնեմ, որ CVKM-ի տաղավարում քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ազգային ժողովի պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էր, կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար